Ողջույն սիրելի հայրենակիցներ, արդեն 2 օր է համացանցային տիրույթում նկատում եմ, որ տարբեր մասնագիտության տեր անձինք, մեկը բանասեր լրագրող, մյուսը ֆիզիկ, մյուսը տեղեկատվության անվտանգության մասնագետ, խոսում են տնտեսության մասին։ Անկեղծ ասած, տնտեսության մասին այդպես խորը դատողություններ անել կարող է մասնագետը, կարծում եմ, և իրենք խոսում էին ԵԱՏՄ-ի մասին, խոսում էին մաքսատուրքերի մասին, այն անհրաժեշտության մասին, ըստ իրենց, որ պետք է Հայաստանը անապահ դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ իբրև թե մենք ԵԱՏՄ շրջանակներում ավելի շատ վնասներ ենք կրել, քան օգուտներ։ Ճիշտն ասած, այս թեման չէի կարևորի և այս ձևաչափով չէի անդրադառնա այդ անձանց, եթե վերջին ամիսներին Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ չլիներ։ Մասնավորապես ԵԱՏՄ երկրներ հայ գյուղատնտեսները հնարավորություն չունեն ապրանքներ արտանելու, ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակումները կիրառել գյուղմթերքի, ձկնամթերքի, 2 օր առաջ արդեն նաև կատնամթերքի հետ կապված, և բնականաբար սա շատ կարևոր թեմա է, որովհետև եթե այս տենդենսը պահպանվի, տպավորություն կա, այնպիսի տպավորություն կա, որ ուշ թե շուտ Հայաստանը կարող է վտանգի տակ հայտնվել և ԵԱՏՄ-ից դուրս գալով մեր տնտեսությունը իսպառ փլուզվի։ Եվ փորձեցի, այսպես ձեր հետ կիսվել, կարծում եմ շատերին կհետաքրքրի, ընդամենը կարճ մի քանի րոպեով մասնագիտական դիտարկումներ անել այս հարցի հետ կապված։ Ինչ է ԵԱՏՄ-ն և ինչ է մաքսատուրքը, արդյոք այդ մաքսատուրքերի գանձումից Հայաստանը օգուտներ է ունեցել, թե վնասներ ԵԱՏՄ-ին անդամակցելով։ Եվրասիական միությունը դա 5 պետությունների մասնակցությամբ տնտեսական միություն է, որտեղ ապրանքները, ծառայությունները և աշխատուժը ազատ տեղաշարժվում են։ Փորձեմ մատչելի բացատրել ապրանքների մասով։ Օրինակ, եթե որևէ երրորդ երկրից, ասենք Չինաստանից, ապրանքներ են ներմուծվում Ռուսաստանի Դաշնություն, միասնական կարգավորման շրջանակներում, այսինքն իրականացվում է ԵԱՏՄ երկրների միջև միասնական մաքսային կարգավորում, նույն դրույքաչափերն են գործում, այդ ապրանքը մաքսազերծվում է և այնուհետև ազատ տեղաշարժվում է մյուս անդամ պետությունների տարածքներում, այդ թվում նաև ԵԱՏՄ ծագման ապրանքատեսակները, և գոյություն չունի ոչ մաքսային հսկողություն, ոչ էլ մաքսատուրքերի գանձում, այսինքն նույն ապրանքը կրկնակի չի մաքսազերծվում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ռուսական, բելառուսական ծագման ապրանքները, երբ ներկրվում են Հայաստան, այդ թվում նաև հակառակը Հայաստանից Ռուսաստան տեղափոխվելուց, դրանք չեն մաքսազերծվում և մաքսատուրքեր չեն գործում։ Մաքսատուրքերը անդամ պետությունները գանձում են բացառապես երրորդ երկրներից ներկրվող ապրանքներից։ Ինչ է մաքսատուրքը, դա ներկրվող ապրանքների համար վճարվող պարտադիր վճար է։ Խնդրում եմ չշփոթել մյուս մաքսային վճարների հետ, մասնավորապես ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի։ Դրանք ներկայացնեմ հաջորդիվ, այսօր ես կխոսեմ միայն մաքսատուրքերի մասին։ Եվ ինչպես է գործում ԵԱՏՄ-ն, այն գործում է բաժնետիրական ընկերության սկզբունքով։ Պատկերացրեք 5 բաժնետեր հիմնադրել են ընկերություն, յուրաքանչյուրը իր ներդրման չափով, ասենք $1 միլիոն, բոլորը միասին ներդրել են և ստեղծել են ինչ-որ մի արտադրություն։ Բնականաբար շատ գումար ներդրողը պետք է ունենա ավելի շատ բաժնեմաս, քիչ գումար ներդրողը ավելի պակաս բաժնեմաս։ Եվ նույն տրամաբանության մեջ Ռուսաստանը, քանի որ ունի ամենամեծ տնտեսություն, ամենամեծ տարածքը, ունի ամենամեծ բաժնեմասը, շուրջ 85%։ Խոսքը վերաբերում է գանձված մաքսատուրքերի բաշխմանը, քանի որ միասնական կարգավորում է իրականացվում։ Ղազախստանը ունի շուրջ 7%, Բելառուսը մինչև 5%, Հայաստանը 1,22% և Ղրղըզստանը 1,9% գրեթե։ Սա այն բաժնեմասի տրամաբանությունն է, որի շրջանակներում գանձվող մաքսատուրքերը ուղղվում են միասնական բյուջե, այնուհետև բաշխվում են անդամ պետությունների միջև։ Ինչ են ասում այդ ոչ պրոֆեսիոնալ անձինք, որոնք մասնագետներ չեն և ասում են իբրև թե Հայաստանը տուժում է։ Ասում են հետևյալը, քանի որ 1,22% ենք մենք գանձում, առյուծի բաժինը տալիս ենք ԵԱՏՄ-ին, մեզ պահում ենք ընդամենը 1,22% և Հայաստանը տուժվում է։ Բայց դա նման է, գիտեք ինչի, դա նման է հետևյալին, որ ձեզ ինչ-որ մեկը հարցնի, օրինակ ասի, դուք կցանկանաք ունենալ փոքր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի 100% բաժնեմասը ձեզ է պատկանում և որը ունի ամսական, ասենք, 1 միլիոն դրամի շրջանառություն, թե կուզեք օրինակ Գազպրոմ Արմենիայի 1,22% բաժնեմասը։ Այն նույն տրամաբանության մեջ իրենք չեն խոսում, որ
Ռուսաստանի նման մեծ երկրում, Ղազախստանի նման մեծ երկրում գանձվող մաքսատուրքերի 1.22%-ը նույնպես մեզ է պատկանում, եւ դա ահռելի թիվ է։ Հիմա թե վնաս ենք կրել, թե օգուտ, եկեք խոսենք թվերով։ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է 2015 թվականին։ Իդեպ, քանի չեմ մոռացել, ասեմ, որ մենք վարչարության տեսանկյունից բավականաչափ շահել ենք, որովհետև շուրջ 7-8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ենք Ռուսաստանի հետ։ Նախկինում, եթե Ռուսաստանից ապրանքներ էին ներկրվում, դրանք մաքսազերծվում էին եւ դրանց դիմաց 10% մաքսատուրք էր վճարվում, այժմ այդ մաքսատուրքերը չկան։ Այսինքն, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, Ռուսաստանից ներմուծվող ապրանքները կտրուկ թանկանալու են եւ Հայաստանից դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ այլ երկրներ արտանող ապրանքները նույնպես այդ երկրներում մաքսազերծվելու են։ Այսինքն արտանողները վատ վիճակում են հայտնվելու։ Դա թողնենք մի կողմ։ Հիմա ցանկանում եմ խոսել թվերով։ Հայաստանը անդամակցել է ԵԱՏՄ-ին 2015 թվականին։ Երբ նայում ենք, թե մինչև 2015 թվականը պետական բյուջե ինչ մաքսատուրքեր են գանձվել, մոտավորապես ունենք հետևյալ պատկերը՝ միջինացված։ Տարեկան կտրվածքով Հայաստանի պետական բյուջեի մուտքագրվել 124 միլիոն դոլար մոտավորապես։ Դրա մեջ ներառված է եղել նաև ներկայիս ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների դիմաց գանձվող մաքսատուրքը, որը շուրջ 27% է։ Այսինքն, եթե ցուցանիշը հանում ենք, ստանում ենք մոտավորապես 90 միլիոն դոլար։ Այսինքն, ԵԱՏՄ երկրները չհաշված, Հայաստանը գանձել է տարեկան 90 միլիոն դոլար։ Այժմ այդ թիվը գիտեք ինչքան է դարձել։ Շուրջ 203-ից 207 միլիոն դոլար։ Այսինքն 2.2 անգամ աճ է արձանագրվել։ ԵԱՏՄ-ի միասնական բյուջե մուտքագրվում է ընդհանուր տարեկան կտրվածքով 17 միլիարդ դոլար։ Եվ այդ 17 միլիարդ դոլարի 1.22%-ը պատկանում է Հայաստանին։ Հիմա հետևությունները թողնում եմ ձեզ։ Այդ ոչ պրոֆեսիոնալ անձինք, որոնք խոսում են ԵԱՏՄ-ից, որոնք խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին, Հայաստանի համար լավ է թե վատ։ Ես խոսեցի թվերով, խոսեցի փաստերով։ Օրինակ եմ բերում Վրաստանը։ Վրաստանը ճիշտ է, մեր հարևան երկիրն է, որը 2016 թվականին ստորագրել է Եվրոասոցիացիան համաձայնագիր, եւ Եվրոպայից ներկրվող ապրանքները զրոյական մաքսատուրքով են ներկրվում Վրաստան։ Բայց նույնիսկ այդ պարագայում վրացական արտահանման կառուցվածքում ԵԱՏՄ բաժինը, մասնաբաժինը ավելի մեծ է, քան Եվրամիության մասնաբաժինը։ Այսինքն դա նշանակում է, որ անկախ այն հանգամանքից Վրաստանը Եվրոասոցիացիան համաձայնագիր ստորագրած երկիր է թե ոչ, միևնույն է, այն մեծապես կախված է ԵԱՏՄ շուկայից։ Ուստի այստեղ Վրաստանի հետ համեմատությունը բացարձակ տեղին չէ։ Ամփոփելով միտքս ասեմ, եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, ապա շուրջ 7-8 միլիարդ դոլար ապրանքաշրջանառությունը լինելու է մաքսային հսկողության ներքո, այսինքն բարդանալու է վարչարությունը, ապրանքները մաքսատուրքով են, մաքսատուրք է գանձվելու ապրանքների դիմաց ներմուծվող, այսինքն ապրանքները թանկանալու են, ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքները, եւ այն ցուցանիշները, որը որ մենք ներկայումս ունենք, դրանք ուրեմն կրճատվելու են, այսինքն Հայաստանի բյուջեն տուժելու է դրանից, ինչպես նաեւ փաստ է, տեսնում ենք արդեն շուրջ 2 ամիս է, որ մենք արտահանման այլ ուղղություններ գրեթե չունենք։ Ուստի ինչ է մնում անել, մնում է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները բարելավել եւ շարունակել աշխատել տարբեր ուղղություններով, այսինքն վարել հավասարակշռված քաղաքականություն։ Հետևությունները թողնում եմ ձեզ։